Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր վլոգային վիդեո ենք անում ու խոսելու ենք ֆուտբոլի առաջնության վերաբերյալ Արմեն Հակոբյանի հետ, տնավարի մեր շենքի բալկոնում։ Это неудивительно, Харри Кейн как-то увлекся шахматами и в свободное время играет в шахматы, коллекционирует часы и вдохновился фильмом «Ход королевы». Он рассказывал, что... Ну, Արմեն, ես ներկայացա, որ այսօր վլոգային վիդեո է, բարևի մեր բաժանորդներին։ Ընդմիջումա դուրս եմ եկել մի քանի րոպե մաքուր չի։ Հա, մեր Արմեն Հակոբյանի նաև Կուրիլկան է։ Կուրիլկան հայերեն բառ ունի։ Ծխարան հետ չի հնչում։ Ֆուտբոլ ենք նայում անընդհատ, բայց դու ավելի շատ ես հետևում։ Դա չի հնչում, սա զանգյունն ի ծխամը։ Հա, մարդիկ էլ նայում եմ հետաքրքրությամբ աշխարհի չեմպիոնատին են հետևում, ով դուրս մնաց։ Այս հետաքրքրությամբ, այնքան հետաքրքրությամբ չէ, ինչքան ռեֆլեքսով եք նայում արդեն, որտեղ մի տեսակ հետաքրքրությունը կորել է, հատկապես վերջի քաղաքական անցուդարձը նկատի ունենալով։ Դուրս մնացին, ով դուրս մնաց, Ճապոնիան դուրս մնաց այշեր, ընդ որում հերթական անգամ վերջի րոպեին գոլ կերան ու դուրս մնաց։ Արմեն ջան, այդ ձեռդ կիչեցնես, ոնց որ տրոլեյբուսում կամ տրամվայում կանգնած ելնես։ Հիմա Անգլիան է մոտիկ դուրս թռնելուն, որտեղ այս պահին Կոնգոյի հետ է խաղում, Կոնգոյի դեմոկրատական հանրապետության ներողություն, այդտեղ դա իրական երկու Կոնգո կա։ Մի րոպե։ Այս պահի դրությամբ 1-0 պարտվում է։ Մի րոպե կներես։ Հա, Արմեն ջան։ Նորից սկզբից գնա։ Չէ, ուղղակի ծխախոտը իսկապես բան է անում։ Ես ընդդեք փակ եմ այդ մասը։ Ովքեր հետաքրքրվում են իրենք այս պահին հերոստա մոնիտորների դիմա, հերոստա դիտարկիչների դիմաց են, սպասում են ընդմիջումն ավարտվի, այդպես ասած համբուրգերի ընդմիջումը, որտեղ այս Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում, որ անց է կացվում, կոմերցիոն բան են ներմուծել, ֆուտբոլի 2 խաղակեսը վերածվել է 4 խաղակեսի, այսինքն խաղում են 23 րոպե, հետո հայտարարում է ջրընդմիջում կամ hydration break։ Այդ ինչ է։ Առհասարակ ֆուտբոլում կա այդպիսի կանոն, երբ ջերմաստիճանը 30-ից 35-ից բարձր է, վերջին բաների, վերջինը սա 10 տարի է դա կա շատ նույնիսկ, ընդմիջում է հայտարարվում 1 րոպե ջուր խմելու, այսպես հովանալու խելքի ուշքի գալու համար։ Բայց ամերիկացիները դրա մեջ տեսել են լավ կոմերցիոն հնարավորություն եւ այդ ընդմիջման ժամանակը դարձրել են 3 րոպե։ Հա, եւ այդ 3 րոպեում համար ֆուտբոլային հանդիպումների միջակայքում կատաղած գովազդներ են վաճառել եւ լավ օգուտ են կլպում դրանից վստահ եմ։ Հիմա դուրս է եկել որ խաղում են 23 րոպե, 3 րոպե ջրի ընդմիջում, հետո էլի 23 րոպե պլյուս էլի մի 2 րոպե, որտեղ դադարեր եղել, հետո 15 րոպե ընդմիջում, հետո երկրորդ խաղակես, երկրորդ խաղակեսը 9 րոպով։ Մի խոսքով նրանք տեխնիկական դետալներն են։ Մյուսը, որ ընդլայնել են մասնակից թիմերի կազմը, մի տեսակ պատահական թիմերը ոնց որ շատ էին, բայց այնուհանդերձ։ Հա, այս տարի շատ էր տարբերվում։ Շատ են, որովհետև նախկինում ինչ որ փոքր կղզիների երբևիցե կղզիներ, բաներ մեկ-մեկ լինում է, բայց այս անգամ ընդհանրապես 48 ոնց որ թիմեր եւ դրանից պիտի մնար 32-ը, որ այդպես գնան էլի հերթով։ Ահա։ Հիմա քանիսն են դուրս եկել։ Դե հիմա 1/16-րդն է, այսինքն 32 թիմեր մնացել։ 48-ից պիտի մնա, հա, 32-ից պիտի մնա 16-ը, հետո 8-ը, հետո 4-ը, հետո 2-ը մի բան եզրափակիչ խաղան։ Այս պահի դրությամբ շատ վստահ խաղ է ցուցադրում Ֆրանսիայի հավաքականը Մբապեի գլխավորությամբ եւ Դիդիեն Դեշամի մարզիչը գլխավոր աշխարհի չեմպիոն Դիդիեն Դեշամն է, որը որպես ֆուտբոլիստ էլ ֆուտբոլասերներ գիտեն դարձել աշխարհի չեմպիոն։ Ես դրան անվանում եմ այդ Ֆրանսիայի հավաքականին Աֆրիկայի ֆրանսիական հավաքականը կամ Ֆրանսիայի աֆրո հավաքականը, ինչ որ է, դա իրականությունն է։ Գերմանիան դուրս թռավ,
կարծում եմ արժանիորեն Պարագվայը հաղթեց Գերմանիային եւ հաղթեց 11 մետրանոց հարվածներով իհարկե, բայց դուրս թողեց։ Շատերը զարմացած են, իսկ ես ոչ, որովհետեւ ես ժամանակին շատ էի հավանում Պարագվայի դարպասապահ կար այդպիսի տարեցները կհիշեն Չիլավերտը ստերության ինքը միայնակ ամբողջ հավաքականը քաշում էր իր ուսերին եւ պարագվայցիների խնդիրն էր առաջի րոպեներին գոլ խփել, հետո 90 րոպե պաշտպանվել ու հաղթել։ Հիմա այդ մի քիչ դրա կատարելագործված տակտիկայով են խաղում։ Դուրս թռավ Հոլանդիան, որը իհարկե ցավալի է, որտեղ հոլանդական ֆուտբոլը միշտ է հետաքրքիր։ Որտեղ հոլանդացիները որքան էլ տարօրինակ չհնչի ֆուտբոլից հեռու մարդկանց համար, իսկ ֆուտբոլասերները գիտեն դա իհարկե, ֆուտբոլային տոն տվող երկրներից մեկն է եղել եւ լավ դարբնոց հետաքրքիր ասպերի։ Արմեն, հոլանդացիներին շատ չեն թերագնահատում ամեն ինչում։ Մի հատ մեջբերում անեմ, այդ ասածից օրինակ հասարակ մի բան, կարտոֆիլ ֆրին, որ ասում են French fry, իրանց մոտ հանկարծ ասես, ոնց որ ուշուն չի, որտեվ ասում են հենց իրանց մոտից է այդ ֆրիտ են ասում։ Նույնը կարանք ասենք նկարիչների, չէ՞ որ հոլանդացիներին չեմ թերագնահատում։ Այդ եմ ասում, որ ասում ես ֆուտբոլը, որ ով որ ֆուտբոլից չի հասկանում, բայց եթե ընդհանուր աշխարհագրությունից կամ տենց աշխարհայացքներ ունեն։ Ֆուտբոլից հեռու մարդ ես։ Ես որ ասեմ ֆուտբոլ, դու առաջինը որ երկիրը կնշես։ Ես միշտ Բրազիլիա, Արգենտինա, Էլ որ երկիրը կնշես։ Ֆուտբոլի հայրենիքը ո՞րն է համարվում։ Եվրոպական երկրներից նշեմ ինչ-որ։ Հայրենիքը ո՞րն է։ Անգլիան, ճիշտ է։ Մարդիկ ընդմեն Անգլիա, Բրազիլիա, կարող Պորտուգալ, բայց Չէ, կներես, բայց ես գիտեմ, որ Իսպանիան է առաջատար կամ տենց բան կասեի։ Միշտ էլ ուժեղ է, բայց օրինակ հոլանդական ֆուտբոլը Յոհան Կրույֆ, չգիտեմ։ Հա, դու հոլանդիային ես բերում։ Ես կասեի, ինչի, որտեվ Բելգիայում որ լինում էի ու Հոլանդիայում դա գիտեի։ Բայց դու իրավաց ես գուցե։ Հոլանդական ֆուտբոլում, օրինակ հոլանդացիները ֆուտբոլի մեջ մտցրել են այնպիսի տակտիկական նորամուծություն ժամանակին, որը կոչվում է տոտալ ֆուտբոլ։ Տոտալ ֆուտբոլը հոլանդական ուրեմն ձև խաղի տակտիկական մոտեցում, այսինքն երբ որ բոլոր ֆուտբոլիստները կատարում են բոլոր ֆունկցիաները, օրինակի համար եւ գրոհին եւ պաշտպանությանը մասնակցում են բոլոր խաղաց 10 նույնիսկ 11 խաղացողներ, դա առաջին այդպիսի բան հոլանդացիները, բայց չշեղմենք աշխարհի առաջնությունից։ Մի խոսքով ժողովուրդ ջան, Մեքսիկան վստահ հաղթեց Էկվադորին անցավ հաջորդ փուլ, Շվեդիան կանխատեսելիորեն պարտվեց Ֆրանսիային, ջախջախվեցին ուղղակի, նորվեգացիները դժվարությամբ բայց հաղթեցին, արդեն չեմ հիշում, բայց ես իրենց մրցակցին էի բալետանում։ Հա, բանին, այն նեգրերին։ Վայ, դրանց բաներ մի խոսա։ Աֆրիկացին հիմա ինչ Հա, ասեմ։ վայ։ Հետո Առանջի նեգրերը։ Որն է, յուար։ Չէ, հարուստ բանը փղոսկրիապը Կոստարիկան։ Չէ, Կոստարիկան ամերիկանա, Կոտ-դիվուարը, կներեք, սաղ աշխարհագրությունից խաղում է, Կոստարիկան էսի չի խաղում, ես խաղում։ Շատ ես Կոստարիկային էլ եմ բալետանում։ Կներեք, դա լատինական ամերիկան, Կոտ-դիվուարի մասին պիտի։ Մենք ընդհանրապես այսօր վլոգային վիդեո ենք անում, խորացանք։ Մենք ասեն ես մարդն աշխարհագրությունից բանա, լավ չի։ Չէ, խառնեցի։ Բանը ինձ շատ զարմացրեց, այսպես ասած, Աստրավազիլիոնովնիսը։ Կանաչեր բանդանի կղզիների կամ հիմա ինչպես ասում են Կաբո Վերդեի հավաքականը, որը ելավ խմբի Սեզարի Էվոյարայի եւ հիմա Մեսսին փորձության ենթարկելու շատերը կարծեն որ Արգենտինան հեշտությամբ կհաղթի ես մի քիչ այլ կարծիք եմ ամեն դեպքում Կաբո Վերդեն իրենք պատմություն իրենց համար ստեղծեցին դուրս մղվեցին հիմա չէ խաղալու են Արգենտինայի խայտարակ են կլնելու հաղթեն մենք չենք խայտարակ դե ասում եմ
խայտարակը Ուրուգվայի եղավ։ Արմեն միջև երբ, հա։ Ուրուգվայի խայտարակ եղավ, որ դուրս չեկավ, Հարավային Կորեան զարմանալիորեն դուրս մնաց եւ ամբողջ ազգը, կարելի ասել, ամբողջ երկիրը համախմբվել է մարշչի, գլխավոր մարշչի դեմ, նույնիսկ խորհուրդ չէին տալիս վերադառնալ երկիր։ Վայ, Ընդհանրականում դիմավորել Թուքումու, Ռամոթան, Գեսիմինչ, ճիշտ արդեն լավ են անում ուրեմն։ Հա, հիմա Չէ, մեր անթասիբները։ Հեսա ժարիտ չանեն, հա։ Արմեն կներես, էլի միջև երբ, հա, տևելու։ Չեմ 10-ին է, եթե չեմ սխալվում։ Հուլիսի 19-ը։ Հա։ Սովորաբար մի ամիս է տևում, այս անգամ մի քիչ կարող է երկար, էլի մի քանի։ Դե հիմա Քո ֆավորիտը ո՞ր խումբն է։ Թիմը։ Հայաստան։ Չկա Հայաստանը։ Ոչ չկա։ Դե այդ խաղերում չկա։ Հələ ԿՀ-ին դիմես գիտես ոնց կա։ Ֆավորիտը չգիտեմ, բայց ես անկեղծ ասած շատ ինձ համար աբիդնի էր, վիրավորական էր, հատկապես Իրանի դուրս թողնելը, որովհետև Իրանը լավ ֆուտբոլ խաղացին, լավ պես մարտնչեցին, իսկապես իզուր չէին նրանց իրանական առիթներ ասում, լավ մարտնչեցին, լավ պայքարեցին, ոչ մի խաղ չպարտվեցին, բայց դուրս մնացին, ինչ արվեց իրենց դեմ։ Զասուջի ճարեցին, հա։ Կարծում եմ, որ այո, բայց մի քիչ դժվար է ինձ այդպես ասել, որտեղ այդ նույն խաղում, որտեղ իրենց խփած գոլը չհաշվեցին, եկեք չմոռանանք, որ նույն մրցավարը նաև իրենց օգտին 11 մետրանոց տուգանային հարված նշանակեց, որը իրանցիների կարծեմ ավագը Տարեմի, եթե չեմ սխալվում, չկարողացավ իրացնել Իրանի հավաքականի համար ես վալետ անում եմ նաև այն պատճառով, որ առհասարակ իրանական ֆուտբոլում միշտ պայծառ հետք են թողել հայ ֆուտբոլիստներ, եթե չեմ սխալվում, վերջին Անդրանիկ Թեյմուրյանն էր, որը ուղղակի թիմի առաջատարն էր, կարծեմ ավագն է նաև եղել, Գերմանիայում էր հանդես գալի, հիմա էլ մարշչական շտաբի մեջ էր Իրանի հավաքականի, եւ գիտեք այդ կռիսությունը, որ արվեց, սենց ասեմ, ինչի՞ց է երևում, որ կռիսություն է, օրինակ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, թե բանը ուրախությունից ցածկոտում էր, երբ իմացավ, որ Իրանը դուրս է մնացել։ Հա, հոգին փառավորվում էր։ Հոգին փառավորվում էր։ Դե գիտեք ոնց, Իրանի դուրս մնալն էլ եթե Ալժիրը Ավստրիային հաղթեր, օրինակ, բանը Իրանը էլի անցնելու շանսեր ունենում, բայց ինչ արեցին, Ավստրիա-Ալժիր խաղը ավարտվեց 3-3, ընդ որում ալժիրցիները գոլ խփեցին խաղի ավելացված ժամանակում մթության պատճառով չեմ կարող նկարեմ, ավստրիացիները խփեցին 3-3 պրծավ, Իրանը վերջնականապես դուրս մնաց, դե մնաց, ինչ ասեմ, հիմա այդպես է։ Ճիշտ ասած, ես օրինակ արաբական թիմերից մի քիչ ավելին էի սպասում, մասնավորապես բանից, Էմիրատների բանից, բայց Սաուդյան Արաբիան հետաքրքիր զարմացրեց, լավ կազմակերպված ֆուտբոլ են խաղում, ոչ առաջին անգամ իհարկե։ Նորվեգացիները, գիտեք, իրենք էլի ինչպես այդ իսլանդացիները դմփում էին հորինել, իրենք էլ այդ թիավարությունն են բանարել ու ամբողջ այդպես սեկցիայով կամ ամբողջ մարզադաշտի այդ բանը տրիբունաների կեսով, որ իրենք այսպես հու թիավարում են, իրենց նույնիսկ այդպես բանն ան, դե հիմա ինչ ասեմ, դա ավելի հետաքրքիր է, քան թե օրինակ հարավաֆրիկյան վուվուզելը։ Ոյ, որ չեմ հիշում այդ Շատ եմ վուվուզելը։ լսում դժգոհություններ։ Արմեն ջան, մի վարքան թեքեմ կամերան, մի վարքան։ Լույսը միացրեցի, դրա համար խնդրեմ։ Ոչ թե լսում եմ, այլ Facebook-յան հարթակում հաճախ ընթերցում եմ դժգոհություններ այն բանից, թե ինչպես են հայ մեկնաբանները ներկայացնում այս կամ այն հանդիպումը, ցավոք չեմ կարող դրա վերաբերյալ ոչինչ ասել, որովհետև արդեն ավելի քան 10-15 տարի հայ մեկնաբանների մեկնաբանությամբ ես ֆուտբոլային հանդիպումներ կտրականապես չեմ դիտում, որովհետև ականջս սղոցում են իրենց կաղապարված արտահայտությունները, մտքի թռիչքի և սրամտության իսպար բացակայությունը,
չկարդացածությունը եւ Ինչպես ամեն օր եք։ դե հիմա ինչ ասեմ Բոլոր ոլորտներում։ ունենք ես չի ասի թե ռուս մեկնաբանները իրենցից հիմա շատ առավել են, բայց գոնե էլի մեկ-մեկ փորձում են ինչ-որ հետաքրքիր բաներ Արմեն ջան, վառ կերպարներ չկան էլի։ հենց չկան, օրինակ մերոնց մեջ չէ, ռուսների մեջ երկրորդի կան, որ ասենք այդ գիրքը, այդ բանը, վերոնք մենակ գոռում են մեկ-մեկ, բայց դրա վաստած իրանց հետ։ Դա այդպես տեխնիկական հարցերն հիմա ենթադրում եմ, որ Ֆրանսիան առաջ կգնա բավականին, առաջ կգնա Արգենտինան, Կոլումբիան էլ է հետաքրքիր, շատ ուժեղ թիմ է, այնտեղ նաև մեր Սպերցյանի արդեն նախկին կարելի ասել խաղընկեր Կորդոբան է հանդես գալիս Կրասնոդարի Կուբանի, ոյ Մեքսիկան Դե Մեքսիկան միշտ շատ աշխուժ ակտիվ խաղ է խաղում, բայց իրենք ինչպես իրենք են ասում 5-րդ խաղի անեծք ունեն։ Այդ որն է։ Դե այսինքն աշխարհի ցանկացած առաջնությունում 5 խաղից ավել չեն կարողանում անցկացնել ու դուրս են թռնում։ Միշտ մեծ հույսեր են տալիս, բայց անդադ դուրս են թռնում։ Так, աֆրիկյան ֆուտբոլից դե Կոնգոն ասեցի, Գանան էր հետաքրքիր, այս Կաբո Վերդեն իհարկե հայտնություն էր այս առաջնության համար, ցավալի է ճիշտ ասած մի քիչ էլ Ուզբեկստանի համար, որովհետև նախկին խորհրդային տարածքը այս առաջնությունում փաստորեն միայն Ուզբեկստանն էր ներկայացնում, իրենք շատ լավ խաղացող ունեն Շամուրոդով, որը ժամանակին մի երկու կարծեմ տարի առաջ նաև մեր Հենրիխ Մխիթարյանի խաղընկերներ, ու ինչքան գիտեմ Մխիթարյանը նրան բավականին օգնել էր, հարմարվել եւ այլն, բայց հիմա Շամրոդովը այլ թիմում է հանդես գալի, բայց լավ հարձակողական ոճի կիսապաշտպան է կամ հարձակվող, լրացիները այս անգամ չկան, մենք չկանք խորհրդային երկրներից նախկին միայն Ուզբեկստանն է։ Ես իհարկե այդ ամերիկյան պաշտոնյայի նման չէի ցատկոտում, բայց շատ տեղին եղավ, որ Թուրքիան դուրս թռավ։ Բա կարևոր բաների մասին չասեցի։ Դուրս թռավ հենց խմբային փուլում։ Ուրեմն առաջի երկու խաղերում ըստ վիճակագիրների ես նման բաներ սովորաբար ուշադրություն շատ չեմ դարձնում, բայց առաջին երկու խաղերում 62 կարծեմ հարված էին կատարել դարպասին եւ ոչ մի գոլ։ Չնայած իրենք ուժեղ հարձակման գիծ ունեն, այնտեղ նույն Էլիհենոյի խաղընկեր Չալխանօղլուն, իրենց երիտասարդ հանճար Ջուլերը եւ այլն, բայց գիտեք Ես ինձ բախտ է վիճակվել տեսնել Ժարիզինյոյի, Սոկրատեսի, Մարադոննայի, Լոտար Մատեուսի, չէ, Պելեն չեմ տեսել, Լոտար Մատեուսի, չգիտեմ, Լինի Գարիլինի կերի, մի խոսքով Իշտոյանի տեսել ես։ Չէ, նենց հա տեսել եմ, խաղը չեմ, ես Նազար Պետրոսյանի խաղն եմ տեսել, Խորեն Հովհաննիսյանի, ինքը այս կարգի ֆուտբոլիստների Հա, Ռոսի, չգիտեմ, Դիբաջո եւ այլն, Զիդան, բաներ արդեն մնացածը դուք կարող եք ասել։ Ցավալի է, որ անհատական ինչ-որ առանձնացվող ներկայիս այս որ բանը մայ օրինակ Լամին Յամալը Իսպանիայի հավաքական, չէ, տեղին են գովաբանում բան, ինչպես ասենք նույն այդ թուրք Գյուլերին, բայց մի հանգամանք կա, գիտեք, ինձ թվում է ներկայիս այդ աստղերը մի տեսակ չափից ավելի գերգովազդված են, որովհետև օրինակ ես պատկերացնում եմ գերգովազդային կամ որ մենք ասում ենք փիառված են, հա, տեխնոլոգիաները հա լինեին, օրինակ նույն Մարադոննայի կամ թեկուզ մեր Խորեն Հովհաննիսյանի ժամանակներում դա մի հատ ուրիշ բան կլիներ, որտեղ գիտեք Մարադոնան ինքը իրենով ստեղծում էր եղանակ։ Լավ, այսքան որ ասցինք ֆուտբոլասերները իհարկե են լավ ֆուտբոլասերները շատերը ցավում են, որ Իտալիան հերթական անգամ չի մասնակցում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ Եվ հա
թաքնված բաներ չասեցի, Պորտուգալիան, որը առայժմ առանձնապես ճիշտ ասած շատ չի տպավորել, բայց գիտեք, դա Պորտուգալիան է, որը ոչ մեկ անգամ ապացուցել է, որ կարող է հենց play-off, այսինքն դուրս մնալու այդ փուլում պայծառ հայլատակել։ Թերևս այսքանը, սիրելի բարեկամներ, հուսով եմ չձանձրացաք։ Չէ, ուղղակի մութ է, ես հազիվ եմ նկարում։ Քո ֆավորիտը մի հատ ասա, եթե ունես։ Ես չունեմ հիմա ֆավորիտ, ես ուղղակի հաճույք եմ ստանում ֆուտբոլից, նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս, որովհետև քաղաքական եւ այսպես սահմանադրական եւ այլ արիշ-վերիշներից ներում ասած հազիվ թե որևէ նորմալ մարդ հաճույք ստանա, ցրվում եմ էլի, որովհետեւ այդ անտիստրեսն էլ որ չլինի, այ կսկենք, դուրս կթռնենք, բայց ոչ թե ֆուտբոլի առաջնությունից, այլ կյանքինից։ Լավ եղեք, սիրելի բարեկամներ, հուսով եմ իմ մեկնաբանությունները ֆուտբոլային ձեզ չզանձրացրեցին։ Եթե հավես ունեք, քվեարկեք այն բանի օգտին, որ 1-2 հանդիպում ես մեկնաբանեմ, եւ այն ժամանակ դուք կզգաք մեկնաբանության ռեալ տարբերությունը։ Այ շատ լավ գաղափար էր։ Շնորհակալություն։ Ամենայն բարին։